Բարև ձեզ իմ շատ սիրելի Տավուշցի դպրոցականներ, ես Արտակ Երիքյանն եմ, հեռուստալրագրող, Տավուշի իմ տան հեքիաթն եմ ուզում ձեզ պատմել շատ կարճ, հետո մի լավ նորություն կհայտնեմ։ Ես Նորաշենում եմ ծնվել, 3 տարեկանից Երևանում եմ ապրում, բայց կեղը, կեղի տունը ինձ կանչում էին գրեթե ամեն ամառ, մեր տունը տուն համալսարան էր մեծ այգով։ Սլացիկ Բալենին երկրորդ հարկի պատշգամբի ապակիններն էր շոյում։ Քամուտակ այնպես էր շորորում, որ մի հատիկ բալ պոկելը դաժանություն կլիներ գեղեցկու հանդեպ։ Վիրի տունը միշտ կոկիկ էր լույսերի մեջ ողողված, տակի տանը միշտ ուրցի հոտ, սեղանը թախտի կշտին, սեղանին ուտիլի շատ բան։ Համալսարանը ձեղնահարկում էր, այնտեղ արկղերով սև օճառի հոտի հին իրերի փոշու մեջ գարուն գրական ամսագրի հին համարներն էի կարդում, մինչ քույրերս ինձ փնտրում էին գյուղով մեկ։ Ցավոք իմ մանկության տունը հիմա չկա, պատերազմի ժամանակ ստացած հարվածից թուլացել նստել է։ Ես ամեն օր իմ երազներում վերականգնում եմ իմ տունը, բայց գիտեմ, որ այն այլևս երբեք նույնը չի լինելու։ Սիրելի Տավուշցի դպրոցականներ, դուք էլ կարող եք պատմել Տավուշի ձեր տան հեքիաթը, մասնակցելով Տավուշի իմ տան հեքիաթը խորագրով բացառիկ մրցույթին։ Այս պահից սկսած եւ ամբողջ ամառային արձակուրդի ընթացքում մինչեւ օգոստոսի վերջ կարող եք ձեր գյուղի քաղաքի մասին հետաքրքիր պատմություններ ուղարկել մրցույթին, որն անցկացնում են Արտակարգ Ալիք տեղեկատվական հասարակական կազմակերպությունը եւ Տավուշ մեդիան։ Ինչ կարող եք ներկայացնել 3-ից 15 րոպեանոց տեսանյութեր, տեքստ լուսանկարներով կամ այդ 3-ի տեսանյութի, լուսանկարի ու տեքստի համադրությամբ պատմություն։ Կարող եք պատմել ձեր ընտանիքի պատմությունը, ձեր երազանքների ու նպատակների, ձեր գյուղի ավանդույթների, հետաքրքիր մարդկանց մասին։ Այն ամենի, ինչը ցույց կտա Տավուշյան աշխարհի քո անկյունի եզակիությունը, ճանաչել ու սիրել կտա քո տունը։ Մի խոսքով դառնում եք ձեր համայնքի լրագրողը, պատմաբանը, վավերագրողը ու ձեր հարազատ բարբառով կամ բարբառն ու գրական հայերենը խառնած պատմում եք ամենահետաքրքիրը, ամենատպավորիչն ու հիշարժանը ձեր տան մասին։ Մրցույթի հաղթողներին գեղեցիկ անակնկալներ են սպասվում։ Այս հետաքրքիր նախաձեռնության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ tavushmedia.am կայքում։